Բլոգեր և դերասանուհի Էլիզ Մելիքյանը բնակարան է գնել։ Այդ մասին պատմող տեսանյութին կից նա գրել է. «Չգիտեմ, թե էս տեսանյութի տակ ինչ գրեմ։ Փոքր ժամանակ միշտ ասում էի՝ մի օր ես էլ իմ տունը կունենամ։ Էդ ժամանակ էդ խոսքերն ուղղակի երազանք էին։ Չէի պատկերացնում, թե էդ մի օրը ինչքան աշխատանք, համբերություն, վախ ու կասկածներ ա իր մեջ պահելու։ Շատերը տեսնում են միայն արդյունքը, տեսնում են ժպիտը, էս պահը, բայց չեն տեսնում օրերը, երբ հոգնած էիր, երբ թվում էր դեռ շատ հեռու ա, երբ ինքդ էլ չէիր հասկանում՝ ճիշտ ճանապարհի վրա ես, թե չէ։ Այսօր ամենաշատը փոքր Էլիզի մասին էի մտածում։ Էն աղջկա, որը ոչ մի պատկերացում չուներ, թե ինչ ճանապարհ ա անցնելու, բայց մի բան հաստատ գիտեր՝ մի օր իր սեփական տունը ունենալու ա։ Ու երևի կյանքն ինձ ամենակարևոր բաներից մեկն է սովորացրել՝ մեծ երազանքները մեկ օրում չեն իրականանում։ Իրականանում են էն օրերին, երբ ոչ ոք չի տեսնում, թե դու ինչքան ես աշխատում, քիչ-քիչ, քայլ առ քայլ։ Այսօր ես պարզապես ուզում եմ շնորհակալ լինել իմ ընտանիքին, իմ աշխատանքին, իմ ամեն կասկածից հետո էլ շարունակել կարողանալուն։ Ու եթե հիմա ինչ-որ մեկը կարդում ա այս տեքստը ու մտածում, որ իր երազանքը շատ հեռու ա, մի կանգնիր։ Հնարավոր ա հենց այսօր դու ավելի մոտ լինես քո երազանքին, քան պատկերացնում ես։ Փոքր Էլիզը հաստատ այսօր շատ հպարտ կլիներ, իսկ ես շատ շնորհակալ, հոլովակին կից գրել էր դերասանուհին, իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութերն առանց մեկնաբանության։ Իմ սիրելիներս, եկել եմ ինձ համար շատ կարևոր ինֆորմացիայով կիսվեմ։ Այսօր շատ սպասված եւ իմ կյանքում շատ կարևոր օր ա։ Շատ շուտով դուք էլ կիմանաք, ես ուզում եմ ամեն ինչ վերջնական լինի, որ անպայման տեղեկացնեմ ձեզ, կիսվեմ ձեր հետ։ Շատ կարևոր օր ա իմ համար, եկել էի այդ ասեի ու անկեղծ ասեմ, ահա որ հուզված եմ ու չգիտեմ ոնց էմոցիաներս թաքցնեմ։ Մի խոսքով սպասեք երեկոյան շատ լավ ինֆորմացիայով կիսվելու եմ ձեր հետ, վստահ եմ դուք էլ իմ հետ ուրախանալու եք ու իմ էմոցիաները կիսելու եք։ Իսկ այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Լիկա Մեսրոպյանն իր սոցիալական էջերում շարունակում է ակտիվ հրապարակումներով կիսվել։ Նա տեսանյութ է հրապարակել կիսվելով իր հույզերի և էմոցիաների մասին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Ժամանակին ես եմ պատրաստվել ինքս հետ միասին։ Ես էլ բաննա Ալիսան լաշկների աշխարհում այս շլապնիկն ա, չկա, կեսը ծաղկու ներհայատում գրված են։ Ես է պիսոնա։ Սա այնպեսի մի տեղ էի տվել, նվիրել էի, որ երեխեքը խաղան։ Ինքը ինչ-որ մեկտեր պեկրամ էր բակետա հետաքրքիր։ Կիսատ պրա ստեղելի երկու տիկնիկ ար, թակուրիներ, ապաստակը, նայսենց խաղալիքներ էի պատրաստել ժամանակին, հիմա իրանք արդեն հարցան, ասում սենց մի փոքրի պատմություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Մակարյանը շարունակում է իր կարիերան արդեն այլ ուղղությամբ։ Նա դարձել է հաղորդավարուհի։ Այդ ամենից հետո Մերին նաև ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ էլ որդու մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել։ You are my only sunshine. You make me happy when you never know dear how much I love you. Please don't take the shine away. I love you, mommy. I love you, mommy. Դե իսկ Տիգրան Ասատրյանն իր ընտանիքի հետ հանգիստն է անցկացնում Իտալիայում, որտեղից էլ նոր տեսանյութերով կիսվել է ու պատմել տպավորությունների մասին, իսկ Star News-ն առանձնացրել է այդ տեսանյութերից մի քանիսը, առաջարկելով ձեզ դիտել դրանք։ Մենք բարձրանում ենք աստիճանները 400
քանի աստիճան է 414 աստիճան բարձրանալու է yani ինչ ուտեցնում ես ելնում ես իջնում ես դառնում let's go գնացինք Easy, let's go easy. Sorry. Good luck. Դստեր ամուսնությունից հետո Անժելա Սարգսյանը եւս շարունակում է սոցիալական հարթակներում պարբերաբար նորություններով կիսվել։ Այս անգամ նա զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը սիրով ներկայացնում ենք ձեզ։ Վարպետի հետ հանդիպման եմ ու հենց նոր գիրք նվեր ստացա։ Ինձ համար մակագրում է։ Շնորհակալ եմ։ Ոնց է գիրքի անունը? Մի անգամ Երևանում։ Ինքը վաճառքում կա, ինչ է։ Կա արդեն շուտ։ Ահա, ես հենց գրքից նվեր ստացա։ Շատ շնորհակալություն։ Բարի լույս բոլորին։ Այսօր կյանքիս մեջ առաջին անգամ շատ մեծ ավտո եմ քշում։ Ես իհարկե յուղոլներ քշել էի, բայց այսքան մեծ չէ, հեսա վերջում ցույց կտամ ինչի մեջ եմ ես։ Նայեք, ինքը այսպես մեծ է։ 8 մետրանոց ավտո է։ 8 մետրանոց կրուզերի կա։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի եւ երգչուհի Էլեն Սաֆարյանը նկարահանման էր մեկնել Հայաստանից դուրս, որին միացել էր նաեւ իր ընկերը, աջակցություն հայտնելով Էլենին։ Էլենն այդ մասին հայտնել էր սոցիալական էջերում, իսկ այսօր կիսվել է ծովափնյա ֆոտոշարքով։ Ջերմ ու սիրառատ լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցում։ Բլոգեր Նանո Քալաշյանը եւս ամուսնու հետ մեկնել է հանգստի, որի ընթացքից էլ կիսվել է իր փորձարկումներով։ Star News-ը առաջարկում է ձեզ դիտել այդ տեսանյութը։ Վերջին ժամերն ենք վայելում, ուրեմն պաղպաղակ ենք ուտում ու մի քանի խանութներով էլ գնանք, քայլենք, որ գնանք օդանավակայան, գիշերը գալիս ենք Հայաստան, գալիս ենք ճռռանք, գործ անենք։ Եվ ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, դերասան Լևոն Մկրտչյանը եւ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը մեկնել են ընտանեկան հանգստի։ Էվելինան շարունակում է սոցիալական էջերում պատմել իրենց հանգստի ընթացքի մասին, իսկ մենք առաջարկում ենք դիտել այն կադրերը, որով հաղորդավարուհին կիսվել է Instagram-յան էջում։ Մենք զույգերով գանք հանգստանալու։ Զույգերը։